Ողջունում բոլորին, հուսամ բոլորդ լավ եք։ Այսօր կներկայացնեմ հուլիս ամսվա վերլուծությունը եւ միասին կփորձենք հասկանալ ինչպիսի ամիս է մեզ սպասվում առաջիկայում, ինչ հնարավորություններ կարող ենք ունենալ, ինչից պետք է զգուշանալ եւ ընդհանրապես որտեղ են թաքնված այն խնդիրները կամ որտեղ են այն հնարավորությունները, որոնք կարող ենք մենք անմիջապես բացահայտել եւ դրանց հիման վրա կատարել որոշակի պլանավորում, որի արդյունքում մենք ունենանք հիանալի ամիս։ Հիմա եկեք կիսվեմ ես իմ պրեզենտացիայով։ Ինչպես տեսնում ենք, ստեղ մենք ունենք ուրեմն շատ հետաքրքիր պատկեր, իմիջիայլոց նկարը պատահական չի ընտրված, որովհետև նկարը ինքնին արտահայտում է ամբողջությամբ ամսվա այսպես ասած նկարագիրը, հա, սա բավականին հետաքրքիր է ու ես կուզենամ, որ դուք սրան անպայման ուշադրություն դարձնեք։ Ուրեմն, ինչ ունենք այսօր, հա։ Փաստացիորեն մենք հասել ենք այն ամսին, որի մասին վերջին շրջանում շատերը խոսում էին ու անհանգստանում։ Շատերը նույնիսկ այն անվանում էին տարվա ամենաբարդ եւ ինչու՞ չէ մի փոքր ամենամռայլ շրջանը, բայց այստեղ մի կարևոր բան կա հասկանալու։ Երբ մարդկանց երկար ժամանակ ասում են, որ օրինակ վատ բան է լինելու, հաճախ հենց այդ սպասումն է սկսում ազդել իրականության վրա։ Մարդիկ վախենում են, կորցնում են վստահությունը, սկսում են որոշումներ կայացնել ոչ թե փաստերի, այլ իրենց վախերի հիման վրա։ Նույնը հաճախ տեղի ունենում նաև ֆինանսական շուկաներում։ Եկեք մի հատ օրինակ բերեմ, որ ավելի բարձ լինի, հա։ Մեծ անկումները սովորաբար չեն սկսում այն պահին, երբ բոլորը լավատես են։ Դրանք հաճախ սկսվում են այն ժամանակ, երբ օրինակ փորձառու մասնակիցներն արդեն սկսել են զգուշորեն դուրս գալ խաղից, իսկ մեծամասնությունը դեռ կարծում է, որ ամեն ինչ լավ է։ Երբ իրավիճակը փոխվում է, ուշ արձագանքները սկսում են խուճապի մատնվել, եւ այդ խուճապն ավելի է խորացնում անկումը։ Եթե այս ամսվա էներգիան պատկերացնենք, հուլիս ամսվա էներգիան պատկերացնենք, ապա այն նման է մի դաշտի, հա, մի տարածքի, որտեղ հողն արդեն չորացել է, իսկ վերջին բույսը փորձում է գոյատևել, գտնելով մնացած առկա խոնավությունը, փորձում է ինչ-որ մի ձևով պայքարել։ Սա այն պահն է, երբ արդեն դժվար է թաքցնել կուտակված խնդիրները։ Այն ամենը, ինչ երկար ժամանակ անտեսվել է, սկսում է իրեն հիշեցնել։ Նման պատկեր կարելի է տեսնել նաև բիզնեսում։ Մի հատ օրինակ բերեմ, երբ մեծ ընկերությունը դուրս է գալիս ֆոնդային շուկա, շատերը դա ընկալում են որպես մեծ հնարավորություն, բայց փորձառու ներդրողները գիտեն, ովքեր երկար ժամանակ է շուկայում աշխատում են, նրանք լավատեղյակ են, որ հաճախ դա նաև այն պահն է, երբ վաղ ներդրողները սկսում են ֆիքսել իրենց շահույթը և դուրս գալ։ Այսինքն կարևոր չէ միայն տեսնել հնարավորությունը, այլ նաև անհրաժեշտ է հասկանալ ընդհանուր ամբողջական պատկերը։ Եթե ավելի լայն նայենք, այսօր շատերն արդեն հասկանում են, որ պարտքերի վրա հիմնված տնտեսական համակարգը չի կարող անվերջ աճել։ Կարելի է վիճել, դա երբ տեղի կունենա, բայց դժվար է հավատալ, որ բոլոր կուտակված խնդիրները հնարավոր կլինի անընդհատ հետաձգել։ Օրից մի օր այդ խնդիրները բացահայտվելու են։ Սակայն այս ամենի մեջ կա նաև շատ դրական կողմ, հա, ինչքան էլ որ նկարը ինքնին արտահայտում է ինչ-որ բացասական կերպար, բացասական պատկեր, որտեղ ունենք չորացած, հա, վիճակ, չկա աճ, այս ամսվա աստղերը ցույց են տալիս, որ հիմա լավագույն ժամանակն է տեսնելու այն, ինչ մինչ այժմ թաքնված էր։ Ամիսը լինելու է մեծ բացահայտումների ամիս։ Այն խնդիրները, որոնք երկար ժամանակ հետաձգվել էին, կամ պարզապես անտեսվել էին հենց ձեր կողմից, ապա դրանք դուրս են գալիս առաջին պլան։ Այսպես ասած, խնդիրները դուրս են գալու ջրի երես։ Այո, դա միշտ չէ, որ հաճելի է, ինչ խոսք, բայց հենց սա է իրական փոփոխությունների առաջին քայլը։ Ի վերջո հնարավոր չէ լուծել այն խնդիրը, որը դեռ չես ընդունել։ Հնարավոր է լուծել այն խնդիրը, որը բացահայտ տեսանելի է, եւ դու գիտակցորեն այն ընդունում ես։
Այս ամսվա մյուս բարենպաստ աստղերը նույնպես լավ լուրեր են բերում։ Դրանք ցույց են տալիս, որ օգնություն, աջակցություն և անհրաժեշտ ռեսուրսներ այնուամենայնիվ կան ամսվա ընթացքում։ Բայց դրանք ավելի հեշտ են հասանելի դառնում նրանց համար, ովքեր պատրաստ են պատասխանատվություն վերցնել և գործել, ոչ թե պարզապես սպասել, որ ամեն ինչ ինքն իրեն մի օր կկարգավորվի։ Կա նաև մեկ շատ կարևոր խորհրդանիշ։ Ամսվա մեջ դա վերաբերվում է ընդհանուր առողջությանը, բժշկությանը։ Պատկերացրեք մի մարդու, ով երկար ժամանակ հետաձգել է անհրաժեշտ վիրահատությունը։ Սկզբում անհանգստությունը փոքր էր, հետո սկսում է ավելի ուժեղանալ, իսկ վերջում արդեն անհնար է անտեսել այն։ Մի պահ գալիս է, երբ այլևս ընտրություն չի մնում։ Անձը պետք է դիմի այդ վիրահատությանը։ Վիրահատությունը հաճելի չէ, բոլորս էլ հասկանում ենք, բայց հենց այն է բացում առողջանալու ճանապարհը։ Սա հենց այս ամսվա գլխավոր գաղափարն է։ Այս շրջանը ավելի շատ շտկման, ավելի շատ մաքրման և վերականգնման մասին է, քան թե կործանման։ Այո, կարող են բացահայտվել թաքնված խնդիրներ, կարող են լինել դժվար խոսակցություններ, ինչու չէ նաև դժվար որոշումներ պետք է կայացնենք, որոնք վաղուց պետք էր անել։ Բայց հենց այդ գործընթացն է, որ տալիս է հնարավորություն վերջապես փակել հին էջերը և կառուցել ավելի ամուր հիմք։ Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք այս ամիսը, ապա այն կհնչի հետևյալ կերպ. Խնդիրը խնդիրների գոյությունը չէ։ Իրական հարցն այն է, արդյոք պատրաստ ենք ազնվորեն նայել դրանց աչքերի մեջ։ Լավ նորությունն այն է, որ հենց խնդիրն է երևում, լուծումն էլ դառնում է հնարավոր։ Իսկ այն, ինչ երկար ժամանակ թաքնված էր մթության մեջ, վերջապես կարող է վերականգնվել լույսի ներքո։ Ինչպես տեսնում ենք, նկարում արդեն պատկերված է, հուլիս ամիսը մեզ մոտ փայտե այծի ամիսն է, այն սկսվում է հուլիսի 7-ից և շարունակվում մինչև օգոստոսի 7-ը։ Հիմա եկեք մի փոքր ներկայացնեմ նաև ամսվա բազիկ քարտը։ Ինչպես տեսնում ենք ամսվա բազիկ քարտում, մենք ունենք ստեղ հետաքրքիր վիճակ, հա։ Կրակի էլեմենտը նորից շատ է։ Կրակը բավականին ուժեղ է այս ամիս, որտեղ տարվա մեջ ունենք մենք ամբողջությամբ կրակի էներգիա և ամսվա բազիկ քարտում ունենք փայտի էլեմենտի շատ մեծ առկայություն։ Ըստ 5 էլեմենտների տեսության փայտը սնուցում է կրակին և հետևաբար կրակը էլ ավելի ուժեղ է դառնում։ Եթե համեմատենք հուլիսը, այծի ամիսը, ձիու ամսվա հետ, հունիս ամսվա հետ, ապա սա կարելի է ասել մի քանի անգամ ավելի ուժգին է աշխատելու իր բոլոր դրսևորումներով համեմատած ձիու ամսվա, հունիս ամսվա, հա։ Եվ իր այս դրսևորումներով դա կարող է բերել էլ ավելի շատ խառնաշփոթ մեր իրականության մեջ։ Դա վերաբերվում է ամբողջ աշխարհին գլոբալ իմաստով և այն ամեն ինչ, ինչ տեղի ունենում կլիմայական պայմանների հետ կապված, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակներում հուլիս ամսին մենք ունենանք ավելի բուռն դրսևորումներ։ Ամսվա դրական դրսևորումներին եկեք անդրադառնամ, իհարկե նշեցի, բայց մի փոքր ավելի մանրամասն։ Բժշկական օգնություն, որը կլինի հասանելի։ Բնականաբար, եթե դուք երկար ժամանակ ցանկանում եք փնտրել բժշկական օգնություն, չէիք գտնում ձեզ հարմար բժշկի կամ բժշկական հաստատության, ապա հուլիս ամիսը կտա այդ հնարավորությունը։ Դուք հուլիսին ամենայն հավանականությամբ կկարողանաք գտնել ուրեմն համապատասխան բժիշկ, համապատասխան բժշկական հաստատություն և ստանաք ձեր բժշկական օգնությունը։ Խնդիրների լուծում բացահայտումներ։ Ամիսը լիարժեք բացահայտման ամիս է համարվում, ընդհանրապես հուլիս ամիսը 2026 թվականի միակ ամիսն է, երբ որ մենք ունենալու ենք մասշտաբային բացահայտումներ բոլոր իմաստներով։ Այն ամեն ինչը, ինչ որ թաքնված էր, փորձում էին թաքցնել, մեզանից դա ջրի երես է դուրս գալու, որոշ դեպքերում դա կարող է լինել ցավոտ, որոշ դեպքերում դա կարող է նաև լինել օգտակար և այս ամեն ինչին պետք է մի փոքր սառը նայել, հա, այսինքն շատ էմոցիոնալ չլինել, որովհետև կրակը այնուամենայնիվ էմոցիա է, իսկ դա կհասնի իր բարձրագույն գագաթնակետին տարվա ընթացքում, մենք պետք է լինենք մի փոքր ավելի զուսպ էմոցիաների
տեսանկյունից։ Ֆինանսական հնարավորություններ ևս կան, բայց ֆինանսական հնարավորությունները բացահայտելու եւ դրանցից օգտվելու համար պետք է արդեն մի փոքր ավելի խորանանք, հա, մանրամասն նայենք, թե ամիսը անհատական ըստ ձեզ համար անհատականորեն ինչ է ներկայացնում, ինչ հնարավորություններ կան եւ որտեղ են դրանք թաքնված ու ինչպես կարելի է դրանք օգտագործել։ Հիմա եկեք անցնենք առաջ, բայց մինչ առաջ անցնելը, եթե մինչ այժմ չգիտեք, թե որն է ձեր անհատական էլեմենտը, եւ որ կենտրոնակերպի տարում եք ծնվել, ընդհանրապես ձեր բազիկ քարտին ծանոթ չեք, ես խորհուրդ կտամ, որ անպայման սկանանեք այս QR կոդը եւ կառուցեք ձեր բազիկ քարտը։ Սկանավորելուց հետո կբացվի նման պատուհան, ստեղ լրացնում եք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, ժամը եթե գիտեք լրացնում եք, եթե ոչ, բաց ենք թողնում, ընտրում ենք սեռը եւ սեղմում հաշվել։ Դրանից հետո արդեն կբացվի նման պատուհան։ Անհատական էլեմենտը նայում ենք օրվասյան վերևի հատվածում, այստեղ տարվա կենդանակերպը նայում ենք այս հատվածում։ Ընդհանրապես ցանկալի է, որ դուք ծանոթանաք ձեր բազային, որովհետև իմ բոլոր վերլուծությունները ընդհանրապես այնինչ ներկայացնում եմ մեծամասամբ կապված է հենց բազիկ քարտի հետ, հա, հիմքում բազիկ քարտն է անհատի։ Այստեղ եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ աջ կողմի աջից առաջին սյունը դա ծննդյան տարվա սյունն է, այստեղ կենդանակերպերն են, հա, այնուհետև ամսվա սյունն է, ամսվա կենդանակերպը, օրվա եւ ժամի, եթե ժամը լրացրել եք կլինի, եթե ոչ դատարկ կմնա, իսկ վերևում մեզ մոտ արդեն էլեմենտներն են։ Հիմա եկեք անցնենք առաջ, իմիջիալոց եթե ձեզ մոտ խնդիրներ կառաջանան, ուրեմն բազիկ քարտի հետ կապված կա վիդեո իմ YouTube-յան ալիքում, որտեղ ես մի փոքր ավելի մանրամասն եմ խոսում բազիկ քարտի մասին, լավ կլինի, որ անպայման դիտեք եւ եթե կլինեն հարցեր, գրեք, մեծ սիրով կպատասխանեմ։ Հիմա եկեք անդրադառնանք դրսևորումներին, հա, բացասական դրսևորումներին, իհարկե դրանք կարող են լինել նաև դրական։ Մի փոքր կամ այս կողմ, տեսեք, ստեղ մենք ունենք համակցում եւ բախում ստրուկտուրաներ ամսվա ընթացքում, հա, եթե ձեր բազիկ քարտում կա հողեղեն ձիու, ուրեմն սյուն, կամ եթե ձեզ մոտ կա հողեղեն ցլի սյուն, ապա ամիսը ավելի, այսպես ասած, զգայուն կլինի ձեզ համար, ավելի ամսվա ընթացքում դուք ավելի էներգիաները ամսվա կզգաք ավելի վառ կզգաք, հա, այսպես ասած, եւ ավելի շատ կարձագանքեք ամսվա էներգիաներին։ Ամեն դեպքում, եթե կան նման սյուներ ձեզ մոտ, ձեր բազիկ քարտում, ապա ուշադրություն դարձրեք, իհարկե հողեղեն ձիու սյունը ստեղծում է համակցում։ Համակցումները սովորաբար նոր հնարավորությունների մասին են խոսում, հա, կախված նրանից, թե որտեղ է գտնվում։ Եթե սյունը գտնվում է ձեր տարվա սյան մեջ, հա, տվյալ էներգիաները տարվա սյան մեջ են, ապա դա վերաբերվում է ձեր սոցիումին, եթե ամսվա մեջ, ապա դա ձեր աշխատանքին, ձեր բիզնեսին։ Օրվա մեջ դա ձեզ է վերաբերվում, ձեր նաև կողակցին, եւ եթե ժամի մեջ է, ապա դա վերաբերվում է ձեր երեխաներին, ձեր ենթականերին, ենթակա աշխատակիցներին, ձեր ներդրումներին։ Եթե ունենք հողեղեն հող-ին, ավելի կոնկրետ հող-ին, ուրեմն ցլի վրա, սա բերում է բախում ստրուկտուրա։ Բախումը դա փոփոխություն է։ Բախումը միշտ փոփոխություն է, կարող է դրական, բացասական, կախված նրանից, թե դուք ինչպիսի գործողություններ եք, հա, կատարում։ Եթե բախում ստրուկտուրա կա, ես խորհուրդ կտամ ընդհանրապես բախումը եւ համակցումը գլոբալ առումով եթե վերցնենք, դրանք կարող են լինել եւ դրական եւ բացասական։ Այստեղ հիմնական խնդիրը հետևյալում է, թե դուք ինչպես եք արձագանքում իրադարձություններին կամ ինչպես եք կատարում պլանավորում, հա, ինչպես եք դուք նախաձեռնող եք, թե սպասում եք, որ ինչ-որ բան լինի, նոր արձագանքեք իրավիճակին։ Եթե դուք նախաձեռնող եք, հավանականությունը հետևյալն է, որ դա տվյալ դրսևորումը, հա, ստրուկտուրան կլինի դրական։ Իսկ եթե սպասում եք, որ ինչ-որ բան լինի, նոր արձագանքեք, հավանականությունը մեծ է, որ կլինի բացասական։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս, որ նախօրոք պատրաստվեք, հասկանաք ինչ իրավիճակներ կարող լինեն, ու եթե կան նման ուրեմն էներգիաներ, հա, հողեղեն հողյան ձիու վրա եւ հողին ցլի վրա։ Եթե կան նման սյուներ ու որտեղ է դա գտնվում, գրեք մեկնաբանություններում, հետաքրքիր է։ Հիմա եկեք անցնենք առաջ։
Տեսեք, հուլիս ամիսը, փայտե այծի ամիսը համարվում է օգնության ամիս բոլոր նրանց համար, ում անհատական էլեմենտն է մետաղյան, հողյան և փայտյան։ Իմջայլոց, եթե ձեր անհատական էլեմենտները հետևյալներն են՝ մետաղյան, հողյան կամ փայտյան, գրեք մեկնաբանություններում, հիմա եկեք մի փոքր բացատրեմ ինչի մասն է խոսքը։ Ընդհանրապես կան ամիսներ, երբ մենք ունենք օգնություն, վերին ուժերից, այսպես ասած, իսկ դա ինչպես է դրսևորվում։ Դա դրսևորվում է մեր շրջապատի մարդկանց միջոցով բնականաբար, այսինքն այս ամիսը լավագույն ամիսներից է, երբ մենք կարող ենք դիմել օգնության եւ հավանականությունը մեծ է, որ այդ օգնությունը մենք ստանանք։ Իհարկե, եթե մենք լինենք ակտիվ, այսինքն մենք ինքներս օգնենք մարդկանց, մենք ինքներս բաց լինենք նոր հնարավորությունների հանդեպ, այդ դեպքում էներգիան ավելի լավ է աշխատում եւ հաստատ մենք օգնություն կունենանք, հա։ Տարվա մեջ մենք եւս մի ամիս ունենք, դա ուրեմն հունվար ամիսն էր, ցելի ամիսը, ու դա եւս օգնության ամիս էր։ Եթե հետ գնանք հունվար եւ վերհիշենք, թե հունվարին մեզ հետ ինչ է եղել, հա, ունեցել ենք օգնություն, ինչ որ հարցեր լուծվել են ինչ որ մարդկանց միջոցով, ապա պատկերացրեք, որ նմանատիպ ամիս նաև կարող է լինել հուլիս ամիսը, հա։ Եվ մյուս կարևոր բանը, որ հուլիսին դուք եւս եղեք օգնող մարդ, այսինքն դուք ինքներդ հանդես եկեք որպես օգտակար անձնավորություն ձեր շրջապատի համար։ Մաքսիմալ օգնեք եւ դուք կստանաք հաստատ ավելին, հա, որպես փոխադարձ արձագանք։ Հիմա, որոնք են առավել զգայուն նշանները հուլիս ամսվա ընթացքում։ Ովքեր ծնվել են առնետի տարում, հա, առնետի տարում, ձեզ մոտ կա վնասում ստրուկտուրա, վնասումը սովորաբար դա ներքին զգացողություն է, ներքին զգացողություն ասելով մի փոքր ավելի հոգեբանական այստեղ պահ կա, երբ որ շրջապատի վարքագիծը, շրջապատի արձագանքները, շրջապատի դրսևորումները, մարդկանց դրսևորումները դուք ընկալում եք սխալ, այսինքն դուք սովորաբար կարող եք այս ամսվա ընթացքում ճիշտ չվերլուծել, թե շրջապատը ինչպես է վերաբերվում ձեզ, ինչ որ բան կասեն, դուք սխալ կհասկանաք ու դրա հիման վրա կատարեք եզրահանգումներ, միգուցե կարող է արձագանքեք։ Ես խորհուրդ կտամ, որ ամսվա ընթացքում զուսպ մնաք, արագ արձագանքելուց, փորձեք, եթե ինչ որ բան անհասկանալի է, ուրեմն ճշտում ենք կատարում, հա, հարցնում ենք, արդյոք դա այդպես է, նոր դրա հիման վրա անում ենք որոշակի գործողություն։ Հավանականությունը մեծ է, որ դուք կարող եք սխալվել, հա։ Ինչ ունենք, եթե ձեզ մոտ կա այծի, այսինքն այծի տարում եք ծնվել, ապահովության պակաս, երբ որ դուք մի փոքր ստրեսի մեջ եք եւ անապահովության զգացում ունեք, հա, ապահովություն չունեք, չեք զգում ապահովություն, անդադ փնտրում եք ինչ որ մի բանից կախվելու զգացողություն, հա, որտեղ ապահով է, գնում եք այդ ուղղությամբ եւ այլն։ Սա ներքին զգացողություն է եւ պետք է սրան չդրվել ու հիմնվել փաստերի վրա։ Սա կարևոր է։ Եթե շան տարում եք ծնվել, շան էներգիան կա, այստեղ ունենք կործանում ստրուկտուրա, կործանումը դա արագ փոփոխությունն է, արագ փոփոխություն, որը անսպասելի է տեղի ունենում, այսինքն մի բան, որը մենք չենք ակնկալում, չենք նախատեսում, չենք նախատեսել ու դա տեղի է ունենում։ Եթե ձեզ մոտ կա շան էներգիա, շան տարում եք ծնվել, ես խորհուրդ կտամ ինքներդ պլանավորեք այդ փոփոխությունը, որպեսզի ամսվա հարվածը լինի մաքսիմալ ավելի թույլ։ Մյուս կենդանակերպերը, մենք ունենք ստեղ ուրեմն, չգիտես ինչի, նկարը չի բացում, մի վարքյան, կներեք, այսպես։ Ուրեմն, մենք ունենք ուրեմն նապաստակի հետ կապված, նապաստակի տարում ծնվածների համար ունենք համակցում ստրուկտուրա եւ խոզի տարում ծնվածների համար եւս համակցում եւ ձիու տարում ծնվածների համար եւս համակցում ստրուկտուրա։ Սրանք երեքն էլ դրական են ու միանշանակ ստեղ կարող են լինել դրական փոփոխություններ, հատկապես եթե ձիու տարում եք ծնվել, հա, դրական փոփոխությունները կլինեն եւ կարևոր է լինել բաց այդ հնարավորություններին, այսինքն ցանկացած տեսակի առաջարկին պետք է մի փոքր ավելի լուրջ վերաբերվել ու դրանք հաստատ ավելի լավ կլինեն, հա, դրանք կլինեն երկարաժամկետ հնարավորություններ ու դրական հնարավորություններ, եղեք մի փոքր ավելի ուշադիր այս մասով։
Ուզում եմ ներկայացնեմ հատուկ առաջարկ, մինչև առաջ գնալը, տեսեք, մենք արդեն 6 ամիս անցկացրեցինք, այսպես ասած, 2026 թվականից և անցնում ենք երկրորդ կիսամյակ։ Շատերի մոտ միգուցե կա դեռ անորոշություն ինչ անել, ինչպես անել, ինչ գործողություններ անել, ինչպես պլանավորել հաջորդ 6 ամիսը, որպեսզի հասնենք մեր ցանկալի արդյունքին։ Միգուցե տարվա սկզբում դուք որոշակի պլանավորում ունեիք, հա, որոշակի ցանկություններ, նպատակներ արդեն կային ձեր ուրեմն այսպես ասած տետրի մեջ գրած տարվա հետ կապված կամ մտքում, եթե չեք գրել մտքում, դրանց մի մասը հնարավոր է ստացվել են, հնարավոր է այս նախորդ 6 ամիսների ընթացքում դուք նաև շեղվել եք ուղուց, հա, որոշակի դժվարությունների եք հանդիպել, ինչ որ խնդիրներ են առաջացել, չեք հասկացել դրանք ինչպես լուծեք ու միգուցե շեղվել եք կամ միգուցե ձեզ մոտ ստացվել են շատ բաներ, հա, ըստ ձեր պլանավորածի ու դուք հասել եք որոշակի հաջողությունների, բայց այս պահին կա անորոշություն, չգիտեք հաջորդ քայլը ինչ անել։ Կամ միգուցե դուք տարվա ընթացքում, այսինքն տարվա սկզբում չեք ունեցել ոչ մի պլանավորում, ուղղակի գնացել եք հոսքի հետ, այնպես ինչպես կստացվի, բայց հիմա հասկանում եք, որ ուզում եք մինչև տարվա վերջ կոնկրետ որոշակի գործողություններ իրականացնել և որոշակի նպատակի հասնել։ Մի խոսքով, եթե դուք ուզում եք լավագույնս պլանավորել ձեր հաջորդ 6 ամիսները տարվա և ուզում եք հասնել կոնկրետ որոշակի հաջողությունների, ես ունեմ հատուկ առաջարկ ձեզ համար։ Առաջարկը վերաբերվում է անհատական խորհրդատվությանը, ավելի կոնկրետ մենք նայելու ենք հաջորդ 6 ամիսները, տեսնելու ենք ձեր պոտենցիալը, ինչ հնարավորություններ ունեք ամսվա ընթացքում և գործողությունների, քայլերի հաջորդականություն, որի հիման վրա դուք կկարողանաք ըստ ամիսների, ընդհանուր ըստ 6 ամսվա և ըստ ամիսների իրականացնել որոշակի ունենալ ռազմավարություն, ավելի կոնկրետ, և կատարել քայլեր ու հասնել ձեր ցանկալի արդյունքին։ Եթե կցանկանաք դիմել, առաջարկը գործում է մինչև հուլիսի 15-ը, հատուկ առաջարկ է, բավականին մատչելի գնով, զուտ S ընթացքի համար, եթե կցանկանաք, ապա գրեք ինձ անձնական նամակով, մնացածը արդեն մանրամասները անձնական նամակով։ Հիմա, մինչ առաջ անցնելը, իհարկե, եթե դուք հավանում եք այս վիդեոն, եթե հավանում եք ընդհանրապես իմ բոլոր վիդեոները, դիտում եք, բայց դեռևս չեք բաժանորդագրվել, բաժանորդագրություն դա ընդհանրապես 1 վայրկյանի գործ է, այսինքն սեղմում եք բաժանորդագրվել, անպայման լայքեք այս վիդեոն և կիսվեք ձեր շրջապատի հետ, որովհետև սա բավականին հետաքրքիր վիդեո է և ոչ միայն սա, մնացած բոլոր վիդեոները ևս հետաքրքիր են, օգտակար և կիրառելի։ Հիմա, եկեք անցնենք արդեն անհատական էլեմենտներին, հուսամ դուք բոլորդ արդեն գիտեք ձեր անհատական էլեմենտը որն է, որտեղ դա շատ կարևոր է, հիմա մենք նայելու ենք ամիսը ըստ անհատական էլեմենտների և փորձելու ենք հասկանալ, թե ինչ ունենք, հա, ինչ ունենք։ Եթե արդեն գիտեք ձեր անհատական էլեմենտը, գրեք մեկնաբանություններում, ինձ էլ է հետաքրքիր ընդհանուր ինչպիսին է պատկերը։ Եթե ձեր անհատական էլեմենտը փայտյանն է, փայտյանի համար մենք ունենք մրցակցության, ծախսերի և ուղղակի ֆինանսների էներգիայի առկայություն հուլիս ամսվա ընթացքում, ինչի մասն է սա խոսում։ Ընդհանրապես հուշումը սա է, հասկացեք, վերլուծեք իրական մրցակցությունը, ստեղծեք համակարգեր, որոնք կաշխատեն ձեզ համար, հա։ Ամիսը կարող է բերել ֆինանսական հնարավորություն, նաև կարող է լինել աշխատավարձի հետ կապված փոփոխություն, բայց կան նաև ծախսերի, հա, ծախսեր, որոնք պետք է վերահսկել ու պետք է հասկանալ, որ եթե կա մրցակցություն, ապա մրցակցությունը հաղթահարելու համար ձեզ պետք է համակարգ։ Ձեզ պետք է համակարգային մտածելակերպ և եթե բիզնեսում եք, ապա ձեր համակարգը միգուցե լավ չի աշխատում արդեն, այսինքն ձեր բիզնեսում պետք են կոնկրետ փոփոխություններ։ Իհարկե սրա մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ, եթե դիմեք անհատական խորհրդատվության։ Եթե ձեզ մոտ Փայտ 9 է, Փայտ 9-ի համար մենք ունենք հենց Փայտ 9-ի էներգիան, այսինքն ընկերոջ էներգիան և անուղղակի ֆինանսների առկայություն։
Սա խոսում է միմիայն համագործակցության մասին և համագործակցության միջոցով նոր ֆինանսների գեներացման մասին։ Հատկապես, եթե դուք բիզնեսի սեփականատեր եք, որովհետև անուղղակի ֆինանսներ ունենք, ապա փորձեք գնալ համագործակցության, կամ եթե դուք աշխատում եք կազմակերպությունում, բայց ձեր գիտելիքով փորձով ուզում եք կողքից գումար աշխատել, ապա այս ամիսը կտա այդ հնարավորությունը։ Դուք կարող եք ձեր ծանոթությունների միջոցով ուրեմն հայտարարել, որ դուք ուզում եք կողքից գումար աշխատել, հա, ձեր գիտելիքով փորձով, կես ինչ որ ֆրիլանս տարբերակով, այսպես ասած, ու դա կստացվի հաստատ ու ամիսը տալիս է այդ հնարավորությունը, այս մասով եղեք մի փոքր ավելի ուշադիր։ Եթե հիմա եկեք անցնենք առաջ, եթե ձեզ մոտ կրակյան կրակ ին, հա, գրեք հետաքրքիր է, եթե կրակ յանն է ձեզ մոտ, կրակյան անհատական էլեմենտ ունենք ուղղակի ռեսուրսները ակտիվ ինքնադրսևորման հետ, հա, ինչի մասն է սա խոսը։ Խոսքի ինչի մասին է, ուրեմն ձեր պարտականությունն է շփվել պարզությամբ և ազնվությամբ։ Ամսվա ընթացքում մաքսիմալ եղեք պարզ և շփվեք ավելի ազնիվ, հա, տարբերակով ամսվա ընթացքում։ Ստեղ պետք է ուշադիր լինենք նաև խոսքի էներգիային, արագ չենք արձագանքում, մի փոքր ավելի սպասում ենք, թեկուզ խոսակցության մեջ, այսինքն արագ արձագանքելը դա կարող է պրոբլեմ առաջացնել, հա, և միշտ հիմնվում ենք փաստերի վրա, ցանկացած կարծիք հայտնելուց հիմնվում ենք փաստերի վրա և ոչ թե տրվում ենք էմոցիաների։ Ինչ վերաբերվում է կրակինին, սա այն ժամանակաշրջանն է, երբ կապերը, պատկերացնելը և հնարավորությունները կարող են հանկարծակի միաձուլվել։ Ստեղծեք իրական արժեքներ և փորձեք պահպանել դրանք։ Սա լավագույնը, որ կարող եք անել այս ամսվա ընթացքում։ Ի դեպ, նորից ասեմ, եթե ձեզ մոտ կրակյան կրակինն է, ապա էմոցիաներին փորձեք չտրվել, սա բոլորին է վերաբերվում, բայց հատկապես կրակյան կրակին անհատական էլեմենտ ունեցողներին եղեք մի փոքր ավելի զուսպ, ուրեմն հուլիս ամսվա ընթացքում։ Եթե ձեզ մոտ հող յանն է կամ հող ինը, տեսնենք ինչ ունենք հողյանի համար։ Ունենք վերադասի և ծախսերի ռեսուրսների, համարձակության ռեսուրսների առկայությունն է, ինչ է պետք հիշել, եթե ձեզ մոտ հող յանն է։ Ուրեմն մրցակցությունը չի նշանակում բոլորի հետ մրցել, հա, այն նշանակում է հասկանալ ձեր խաղը և իմաստուն կերպով դիրքավորվել շուկայում։ Սահմանեք հստակ չափանիշներ, պահպանեք ձեր հիմնական արժեքները, որտեղ մրցակցությունը շատ ուժեղ է, բայց մենք պետք է ավելի շատ հիմնվենք մեր անունի, մեր բրենդի, մեր ձեռք բերած արժանինքների, հա, մեր ստատուսի վրա, սա է կարևոր։ Եթե հող 9 է, հող 9-ի համար մենք ունենք ռիսկի էներգիայի և ուրեմն ընկերոջ էներգիայի առկայություն։ Սա մի շրջան է, հուլիս ամիսը ձեզ համար, եթե հող 9 է, սա վերագնահատման շրջան է, եղեք առատաձեռն, բայց ոչ այնքան, որ այդ գործընթացում զոհաբերվի ձեր սեփական բարեկեցությունը, ապագան և ինչու չէ նաև ներուժը, հա։ Վերագնահատեք այն, ինչ որ ունեք, հասկացեք իրականում ինչի եք հասել մինչ այժմ, ի դեպ շատ լավ շրջան է հենց ձեզ համար, որպեսզի տեսնեք, թե ինչ եղավ այս նախորդ 6 ամիսների ընթացքում, տարվա առաջին կիսամյակում, ինչի հասակ, ինչ ձեռք բերեցիք, ինչ կորցրեցիք, որտեղ եք սխալվել և այլն, ու հետո արդեն սկսեք պլանավորել, թե հաջորդ 6 ամիսներին ինչ պետք է անեք։ Եթե ձեզ մոտ մետաղ յանն է, մետաղյան, մետաղ ին, հա, եկեք փորձենք հասկանանք, թե մետաղ յանի ու մետաղ ինի համար ինչ ունենք։ Ի դեպ, մետաղ յանի համար մենք ունենք ուղղակի ֆինանսների և ուղղակի ռեսուրսների առկայություն։ Ստեղ կարևոր է, որ մետաղյան անհատական էլեմենտը ունեցող անձինք դառնան ավելի փորձառու, դառնան ավելի լավը և փորձեն բարձրացնել իրենց աշխատանքի էֆեկտիվությունը։ Իսկ մետաղ ինի համար մենք ունենք անուղղակի ֆինանսների և անուղղակի ռեսուրսների առկայություն։ Սա լավ շրջան է ձեր հիմնական նպատակից մի պահ հեռանալու և նոր հնարավորություններ ուսումնասիրելու համար։ Այն կարող է ապահովել հավելյալ եկամուտ։
Այսինքն, ստեղ ավելի շատ խոսքը վերաբերվում է մեկ այլ փորձառություն ձեռք բերելուն, այլ տեսակի, որը մինչ այժմ դուք չեք ունեցել, գիտելիքի տեսքով, փորձի տեսքով, հմտությունների տեսքով նաև նոր հմտություններ ձեռք բերել, նոր գիտելիք ձեռք բերել, դա կիրառել ձեր աշխատանքում, ձեր կյանքում, դրանից դուք հաստատ կշահեք հուլիս ամսվա ընթացքում։ Եթե ձեզ մոտ ջուր յանն է կամ ջուր ինը, եթե ունենք նման էլեմենտներ, հա, ձեր անատական էլեմենտում գրեք, ջուրյանի համար մենք ունենք ակտիվ ինքնադրսևորման և վերահսկողության էլեմենտի առկայություն։ Կարևոր է արագ հարմարվելը նոր պահանջներին, ջուրյանի մասն է խոսքը, փոփոխություններին, նաև համակարգային փոփոխություններին, հա, որտեղ մեզ մոտ անընդհատ sense արագ փոփոխություններ են տեղի ունենում, հենց այս ամիս դուք պետք է մի փոքր արագ ադապտացվեք այդ փոփոխություններին։ Փորձեք հստակ ձևակերպել ձեր պահանջները և հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին։ Եթե ջուրինն է ձեզ մոտ, ջուրինի համար ունենք պասիվ ստեղծագործության, պասիվ ինքնադրսևորման և ուրեմն ռիսկի էներգիայի առկայություն, այսպես ասած, ինչ է ուշում ամիսը ձեզ։ Պլանավորման և կտրուկ որոշումներ կայացնելու ամիս է, փորձեք օգտագործել նոր հնարավորությունները, զարգացնելու ձեր արդյունավետությունը։ Մի փոքր ամիսը ինքը նաև ճիշտ է կտրուկ որոշումներ պետք է կայացնենք, բայց ավելի շատ որոշման հիմքում պետք է լինի պլանավորում, որը երկարաժամկետ է, հա։ Այսինքն նախ պետք է պլանավորենք, հստակ հասկանանք ինչ ենք ուզում անել, հստակ պատկերացնենք, նոր դրա հիման վրա գնանք արագ փոփոխության։ Դա ցանկալի է անել մինչև ամսվա վերջ, մինչև հուլիսի վերջ։ Հիմա եկեք անդրադառնանք առողջությանը։ Առողջությունը հուլիս ամսին, ես մինչ այժմ առանձին սրան չեմ անդրադարձել, բայց այսուհետ արդեն կանդրադառնամ, ինձ թվում է բոլորին էլ հետաքրքիր է։ Հուլիս ամսվա ընթացքում ինչին պետք է ուշադրություն դարձնենք, ավելի շատ ուշադրության կենտրոնում պետք է պահենք մարսողության համակարգը և սիրտանոթային համակարգը, որովհետև հիմնական ռիսկային հատվածները մեր օրգանիզմում այս երկուսը կարող են լինել։ Եթե ձեզ մոտ արդեն կան խնդիրներ մարսողության համակարգի կամ սիրտանոթային համակարգի հետ, ապա եղեք մի փոքր ավելի ուշադիր, պրոֆիլակտիկ ուրեմն ինչ-որ շա հետազոտություններ անցեք և այլն և փորձեք հետևել ձեր առողջությանը, հատկապես այս երկու ուրեմն համակարգերի մասով, սա կարևոր է։ Ինչ վերաբերվում է ճանապարհորդություններին, քանի որ մենք ակտիվ ճանապարհորդությունների, այսինքն հանգստի սեզոնի, արձակուրդների սեզոնի մեջ ենք գտնվում, ես նաև սա կտրամադրեմ, որ ուղղություններն են առավել դրական ճանապարհորդելու համար։ Սա ուղղությունը դիտարկում ենք ըստ ձեր բնակության վայրի, հա, օրինակ, եթե դուք գտնվում եք Հայաստանի Հանրապետությունում, օրինակ դուք պետք է նայեք, թե Հայաստանի Հանրապետությունից հուլիս ամսվա ընթացքում առավել դրական է ճանապարհորդել դեպի արևելք, դեպի հյուսիս, դեպի հյուսիս-արևելք։ Ցանկալի չէ ճանապարհորդել դեպի հարավ, դեպի արևմուտք, դեպի հյուսիս-արևմուտք և դեպի հարավ-արևելք։ Սա կարևոր է, որովհետև եթե դուք ճանապարհորդեք բացասական ուղղություններով, ապա հավանականությունը մեծ է, որ դուք ներգրավում եք բացասական իրադարձություններ ձեր կյանք։ Ինչու՞, որովհետև բացասական նշված ուղղություններում տեղակայված են ամսվա բացասական էներգիաները, և եթե մենք ճանապարհորդում ենք այդ ուղղություններով, ապա մենք ներգրավում ենք մեր կյանք բացասական իրադարձություններ։ Ես չեմ ուզում վախեցնել ձեզ, բայց սա ֆենշուի հազարամյա տարիների ուրեմն վիճակագրությունն է, այսպես ասած, և վերլուծություններն են, որը մենք հիմա կարող ենք օգտագործել ճիշտ պլանավորելու մեր ճանապարհորդությունը, հա, ու յուրաքանչյուր ամսվա համար այսուհետ ես կտրամադրեմ այս ինֆորմացիան, կարծում եմ սա ևս հետաքրքիր է ու օգտակար, ինչու՞ չէ նաև շատ օգտակար։ Հիմա եկեք արդեն անդրադառնանք թվագիտական վերլուծությանը, բոլորի կողմից շատ սիրված, ու մինչև սրան անցնելը ես խորհուրդ կտամ անպայման սկանարեք այս QR կոդը, կառուցեք ձեր թվագիտական մատրիցան, որովհետև այնտեղ առկա թվերին մենք ևս կանդրադառնանք։ Հիմա եկեք հասկանանք, թե հուլիս ամսին ինչ թվեր ունենք, հա, թվերի տեսքով ինչ էներգիաներ ունենք։ Ես առանձնացրել եմ 3 թիվ՝ 7, 8 և 17, այս 3-ը լրիվ նկարագրում են հուլիս ամիսը, հա։ 7-ը, ինչպես գիտենք, սա համարվում է ակտիվ էներգիա, սա խոսում է
տեղաշարժերի, ուրեմն մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխության մասին, խոսում է նաև իսկ բացասական դրսևորումը 7-ի հետևյալն է, երբ որ կան սահմանափակումներ, այսինքն կա տեղաշարժման սահմանափակում, կան սահմանների փակումներ, հա, այսինքն չկա ազատ տեղաշարժ մեկ վայրից մեկ այլ վայր եւ այլն։ 7-ը նաև հոգևոր թիվ է, հա, վերաբերվում է հոգևոր աճին։ Ինչ վերաբերվում է 8-ին, 8-ը ֆինանսական թիվ է, ինչպես արդեն նշեցի բազի վերլուծության հետ կապված, մենք ունենք ֆինանսական հնարավորություններ, բայց պետք է հասկանանք, թե դրանք որտեղ են թաքնված։ Եթե նայենք 8-ին, 8-ը ընդհանրապես դա կարմիկ թիվ է նաև, ֆինանսական ուժեղ թիվ է, նաև կարմիկ թիվ է, կարմայի թիվն է եւ հնարավոր է, որ հուլիս ամսվա ընթացքում որոշակի իրադարձություններ նորից սկսեն կրկնվել ձեր կյանքում, հա, կրկնվող սցենարներ կարող են ի հայտ գալ, իհարկե դա եթե ձեզ մոտ կա կարմիկ հանգույցներում կա 8 թիվը, եւ բացասական դրսևորումով 7-ը կարող է ձեզ մոտ ի հայտ գալ, այսինքն որոշակի սահմանափակումների մեջ ընկնեք հուլիս ամսվա ընթացքում, եթե 7-ը կա նաև ձեր կարմիկ հանգույցներում։ Ինչ վերաբերվում է 17-ին, 17-ը շատ դրական, այսպես ասած, էներգիա է, իհարկե բոլորներն ունեն իրենց բացասական դրական կողմերը, բայց 17-ը դա ճանաչելիության, բացահայտման, լույս աշխարհ գալու, հա, պայծառ sense ճառագայթելու մասին է։ Ինչպես արդեն ասեցի, մենք ունենալ ենք շատ բացահայտումներ, հա, բացահայտումներ ու 17-ը հենց դրա մասին է խոսում, որ իրոք մենք ամսվա ընթացքում ունենալու ենք բացահայտումներ, այսինքն մի բան, մի ինֆորմացիա, մի երևույթ, որը կբարձրանա վերև, կփայլի, դա բոլորը կտեսնեն ու վերջապես մենք կհասկանանք, հա, թե ինչ էր տեղի ունեցել ամիսներ կամ տարիներ շարունակ։ Հիմա եկեք անցնենք առաջ ու մի քանի ուրեմն ինֆորմացիա տամ այս մասով, հուսամ դուք արդեն ունեք ձեր մատրիցան, հա, կառուցել եք այն եւ նայեք, որտեղ եք նայում, հա, հիմնականում իհարկե եթե այս թվերը կան ձեր մատրիցայում, բնականաբար դրան կարող են աշխատել ամսվա ընթացքում, բայց սովորաբար նայում են կարմիկ հանգույցներում, այս հատվածներում, հա, այս կողմերում, անկյուններում, աստղի ներքին անկյուններում, եթե կան այս թվերը 7, 8, 7, 8, 8 և 17, ապա ձեզ մոտ ամիսը կարող է, թվերը կարող են դրսևորվել բացասական կողմով նաև, հա, պետք է լինենք մի փոքր ավելի ուշադիր։ Հիմա եկեք անցնենք արդեն անհատական ամսվա ծրագրին, հասկանանք ինչպիսին է ձեզ մոտ ամսվա ծրագիրը, ինչ է պետք անել։ Վերցնում ենք ծննդյան օրը, գումարում ենք ծննդյան ամիսը եւ գումարում ենք 8, հա։ Եթե անձը ծնվել է օրինակ հունիսի 24-ին, ապա 24-ին գումարում ենք 6 30, 30-ին գումարում ենք 8, ստացվում է մեզ մոտ 38։ 38-ը երկնիշ թիվ է, մեզ պետք է ստանալ միանիշ թիվ 1-ից 9, 3-ին գումարում ենք 8 ստանում ենք 11, դա եւս երկնիշ թիվ է, պետք է գումարենք նիշերը, 1-ին գումարած 1 ստանում ենք 2։ Մեր վերջնական թիվը 2-ն է, հա, 2-ը ինչի մասին է։ 2-ը խոսում է համագործակցության մասին, 2-ը խոսում է նոր ծանոթությունների մասին, եւ 2-ի դեպքում սովորաբար մենք ունենում ենք առաջարկներ, սովորաբար այդպես է, ու առաջարկները լինում են հիմնականում, այսինքն այսպես ասած կարևոր առաջարկները երկուսն են։ Մեկը ֆինանսական առումով շատ լավ, մյուսը ավելի հոգեհարազատ մեզ բնականաբար ցանկալի է ընտրել սրտով։ Հա, ես միշտ սա խորհուրդ եմ տալիս, ուշադրություն դարձրեք, միշտ ընտրեք սրտով, այլ ոչ թե վերլուծեք, հա, որն է ձեզ ավելի շահեկան, հա, որն է շահեկան ձեզ։ Սա շատ կարևոր է։ Եթե ձեզ մոտ մեկն է, մեկը դա նորի սկիզբն է, այսինքն ամեն ինչը սկսում ենք նորից, նոր նախաձեռնություն, նոր բիզնեսի բացում, տեղափոխվել նոր աշխատանքի, նոր բնակարան, մի խոսքով, այսինքն լրիվ նոր ստարտի մասին է։ Եթե ձեզ մոտ 3-ն է, 3-ը եւս ֆինանսական թիվ է, 3-ում նոր գաղափարներ, նոր իդեաներն են շատ լինում, կարող եք սկսել նոր բիզնես, նոր ինչ-որ նախաձեռնություն, նոր պրոյեկտ, տան հետ կապված կարող է լինել, հա, կարող եք վերանորոգում սկսել,
կամ մի խոսքով տեղափոխվել այլ երկիր, միգրացիա, սա եւս 3-ի մասն է։ Եթե ձեզ մոտ 4-ն է, ներողություն, եթե ձեզ մոտ 4-ն է, ապա 4-ի դեպքում մենք ունենում ենք շատ աշխատանք, 4-ի դեպքում ցանկալի է ավելի հիմնավորել այն, ինչ որ արդեն ունենք, ինչ որ սկսել ենք, ամրապնդենք, եւ նաև ուշադրություն դարձնենք մեր առողջությանը, իսկ այս ամիս, ինչպես նշեցի, դա մարսողության համակարգ եւ սիրտ-անոթային համակարգերն են։ Եթե 5-ն է ձեզ մոտ, 5-ը հիանալի է ճանապարհորդության համար, 5-ը հիանալի է ուսում սկսելու համար, 5-ը հիանալի է մի պահ կանգ առնել, հասկանալ որտեղ հասանք, ինչ արեցինք, ինչներ կիսատ, ինչներ ավել, որտեղ սխալվեցինք, մի խոսքով վերանայելու ամիս է նաև։ Եթե 6-ն է ձեզ մոտ, 6-ը սիրո, միաբանության, ընտանիքի մասին է, հարմոնիայի մասին է նաև, ուշադրություն դարձրեք ձեր կողակցին, ձեր ընտանիքին, ընտանեկան հանգիստը լավագույնը, որ կարող եք կազմակերպել հուլիս ամսվա ընթացքում։ Եթե ձեզ մոտ 7-ն է, 7-ը դա տեղաշարժման մասին է ակտիվ, դա հոգևոր զարգացման մասին է, 7-ի դեպքում սովորաբար ցանկալի է ճանապարհորդել միայնակ կամ միայնակ գտնվել ինչ-որ մի օր, մի քանի օր, խորհել, մտածել, սա շատ կարևոր է։ Եթե ձեզ մոտ 8-ն է, 8-ի դեպքում մենք ունենում ենք ֆինանսական տեսքով պարգևներ, իհարկե, եթե ամեն ինչ ճիշտ ենք արել, նախորդ 7 ամիսների ընթացքում, ապա բնականաբար դա կունենանք, նաև ուշադիր պետք է լինենք օրենքի հետ կապված հարցերում։ Եթե ձեզ մոտ 9-ն է ստացվել, 9-ը դա ավարտն է, 9-ը վերջնական, փուլն է, երբ որ մենք ստանում ենք այն, ինչին, այսպես ասած, արժանի ենք եղել, բերք ու բարիքը, եւ 9-ի դեպքում նաև գնում է մաքրման նաև process, ավարտ հարաբերությունների, ավարտ ինչ-որ բաների, նյութական եւ ոչ նյութական, որոնք այլևս չեն նպաստում ձեր հետագա զարգացմանը։ Այս ամենին պետք է մի փոքր ավելի թեթև նայել կողքից եւ հասկանալ, թե ուղղակի դիտարկել ու հասկանալ, թե ինչի համար այդ ամեն ինչը տեղի ունեցավ։ Հիմա, եթե դուք ծնվել եք հուլիս ամսին, որն է կարմիկ տոհմային պարտքը, ամեն ամիս ներկայացնում եմ ծրագիրը, եթե ծնվել ես հուլիսին, սովորաբար հուլիսին ծնվածների մոտ տոհմային պարտքը, այսինքն տոհմի հանդեպ պարտավորությունը, որ անձը պետք է կատարի, դա դրսևորվում է հետևյալ կերպ։ Անձը պետք է իր կյանքի ընթացքում տեղափոխվի մեկ այլ լոկացիա, այսինքն որտեղ ծնվել է, քաղաքից քաղաք կամ երկրից երկիր տեղափոխվի մեկ այլ լոկացիա եւ իր կյանքը սկսի կառուցել այդ լոկացիայում։ Ինչու է սա տեղի ունենում, որովհետեւ ըստ թվագիտության այն մարդիկ, ովքեր ծնվում են հուլիսին, իրենց հաջողությունը եւ հետագա տոհմի զարգացումը այլևս այդ լոկացիայում չէ, այդ տեղանքում չէ։ Անձը պետք է տեղափոխվի, որտեղ այդ լոկացիայում տոհմի հետագա զարգացումը լճացած է։ Դրա համար այն մարդիկ, ովքեր հուլիսին են ծնվել եւ իրենք տեղափոխվում են մեկ այլ երկիր, քաղաք, սովորաբար իրենց հաջողությունը ավելի արագ է գալիս, դեպի իրենք արագ են կարողանում հասնել բարձունքների, կայանալ, ֆինանսապես եւ ոչ միայն, մի խոսքով սա իմացեք, որ ավելի դրական է աշխատում ձեզ համար եւ եթե դուք էլ հուլիսին եք ծնվել ու ձեր կյանքում եղել է տեղափոխություն, ապա գրեք մեկնաբանություններում հետաքրքիր է։ Հիմա եկեք անցնենք ամսվա ֆենշուին, իմ սիրած հատվածներից մեկին, ովքեր չգիտեն թե ինչ է ֆենշուն դա մեր տարածքն է, մեր բնակարանը, մեր աշխատավայրը, այսինքն տարածք, որտեղ մենք գտնվում ենք, ապրում ենք, աշխատում ենք եւ այլն։ Մենք ամսվա ընթացքով ունենք թռչող աստղերը արտահայտվում են թվերի տեսքով եւ ամեն ամիս ես ներկայացնում եմ ու ասում եմ, թե բնակարանի, աշխատավայրի որ հատվածներն են առավել դրական, որտեղ ավելի շատ ժամանակ անցկացնենք, որ հատվածներից խուսափենք, որ เป զի չգտնվենք այդ բացասական աստղերի ազդեցության տակ։ Հիմա հուլիս ամսին, ավելի կոնկրետ, հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 7-ը մենք պետք է փորձենք բացառել երկար գտնվելուց բնակարանի տան աշխատավայրի կապ չունի, որտեղ եք, ուրեմն հարավային հատվածից ենք խուսափում, արևմտյան եւ հյուսիս-արևմտյան հատվածներից։ Այս հատվածները համարվում են բացասական։ Որոնք են դրական հատվածները։ Այն է արևելքը, հյուսիս-արևելքը եւ հյուսիսը։
Հա, սրանք շատ դրական հատվածներ են, կարող եք մաքսիմալ շատ գտնվել այդ հատվածներում, իսկ ինչպես օգտվել դրական աստղերից, դրական էներգիաներից, նստեք այդ հատվածում, աշխատեք, գիրք կարդացեք, շատ ժամանակ անցկացրեք այդտեղ, կարևոր զանգեր կատարեք, հա։ Օրինակ արևելյան հատվածը ինչի համար է բարենպաստ։ Նախ արևելյան հատվածում մենք ունենք տարվա 8-րդ աստղը, որը համարվում է ֆինանսական աստղ, եւ ունենք մեկ աստղը ամսվա մեջ, որը դա օգնության աստղն է, հա, դա օգնության աստղն է ու ես խորհուրդ կտամ, եթե դուք ունեք որոշակի հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, ապա փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնեք հենց բնակարանի արևելյան հատվածում, կարևոր զանգեր, նամակագրություն կատարեք հենց արևելյան հատվածից հուլիս ամսվա ընթացքում։ Եթե ձեզ մոտ կա, այսպես ասած, կարիերայի հետ կապված հարց, որը դուք ուզում եք լուծեք ու առաջ անցնեք, առաջ գնաք, հա, սա ստեղ ավելի լավ կաշխատի հյուսիս-արևելյան հատվածը։ Իդեպ, եթե ձեզ մոտ բնակարանի մուտքի դուռը, օրինակ կարող եք նայել, իսկ ոնց եք կողմնորոշվում, հեռախոսի մեջից բացում եք կողմնացույցը, կանգնում եք տան կենտրոնում ու նայում եք, թե որտեղ է ձեր մուտքի դուռը տան։ Եթե մուտքի դուռը արևելքում է, բնականաբար դուք արդեն տան բոլոր բնակիչները ամբողջ հուլիս ամսվա ընթացքում օգնության այդ էներգիայից կօգտվեն, հա, այսինքն պարտադիր չէ, որ դուք նստեք այդ հատվածում, ինքնըստինքյան դուք այդ էներգիայից օգտվելու եք։ Եթե արևելքում է գտնվում, ձեր հյուսիս-արևելքում է ձեր մուտքի դուռը, ապա կարիերայի հետ կապված փոփոխությունները առավել հավանական են դառնում։ Իսկ եթե ոչ, եթե մուտքի դուռը տեղ չի, ուրեմն կարող եք ուղղակի նստել այդ հատվածում, ելի եմ ասում, զանգեր, նամակագրություն, հեռուստացույց դիտել, գիրք կարդալ եւ այլն, այսինքն ավելի շատ ժամանակ տեղ եք անցկացնում։ Ինչ վերաբերվում է հյուսիսին, հյուսիսում մենք ունենք 8-րդ աստղի առկայություն ամսվա, 6-ի հետ միասին, այստեղ միանշանակ խոսքը գնում է արդեն, եթե կազմակերպությունում եք աշխատում, ավելի բացահայտ սա կլինի ֆինանսական փոփոխություններ, հա, միգուցե աշխատավարձի բարձրացում, պաշտոնի բարձրացում, որը իր հերթին կբերի աշխատավարձի բարձրացում եւ այլն։ Եվ եթե մուտքի դուռն է հյուսիսում, ապա բնականաբար ֆինանսական ակտիվություն եւս կլինի։ Խոսափում ենք հյուսիս-արևմուտքից, ինչու, որովհետև մենք ունենք հյուսիս-արևմուտքում ուրեմն տարվա երկրորդ աստղը, ես սա ասել եմ ու ամեն ամիս հիշեցնում եմ, երկրորդը դա հիվանդությունների աստղն է, փորձում ենք այդ հատվածում չգտնվենք, եթե ձեր դնջարանը հյուսիս-արևմուտքում է, փորձեք տեղափոխվել, հա, այլ սենյակ կամ եթե չկա հնարավորություն, մահճակալը պատից հեռացնում ենք 10-15 սանտիմետր և տեղադրում ենք մետաղական ծանր առարկաներ այդ հատվածում։ Եթե ձեզ մոտ մահճակալը արևմուտքում է, կամ ձեր մուտքի դուռը, կամ մի հատված, որտեղ դուք շատ եք գտնվում, արևմուտքում մենք ունենք ամսվա 5-րդ աստղը։ 5-ը դա ամենաբացական աստղն է ֆենշույում, փորձում ենք տեղ չգտնվել կամ նորից նույն դեղամիջոցը կիրառել։ Եթե մահճակալն է, հեռացնում ենք պատից 10-ից 15 սանտիմետր ու դնում ենք մետաղական ծանր առարկաներ։ Մետաղական ծանր առարկաները կարող ենք դնել ամսի 7-ին։ Սա էլ ասեմ, եթե հարցեր կլինեն, ուրեմն դեղամիջոցներ դնում ենք ամսի 7-ին հուլիսին և պահում ենք 1 ամիս։ Իսկ ինչ վերաբերում է հարավին, հարավում մեզ մոտ արդեն տարվա 5-րդ աստղն է և դրա հետ միասին մենք ունենք 7-րդ աստղը ամսվա, եթե բնակարանի մուտքի դուռն է այստեղ, ամբողջ տարվա համար դուք մետաղական ծանր առարկան պիտի դնեք և մի փոքր ավելի ուշադիր եղեք վեճերի հետ կապված, որովհետև 7-ը դա սրում է վեճերը, կոնֆլիկտները և եթե ձեր մուտքի դուռը հարավում է, ապա հնարավոր է վեճերը, կոնֆլիկտները, անհամաձայնությունները ամսվա ընթացքում ավելի բուռն լինեն, ավելի տեսանելի, ցայտուն լինեն, եղեք մի փոքր ավելի ուշադիր էմոցիաների տեսանկյունից։ Հիմա եկեք անցնենք առաջ, սա արդեն մեր օրացույցն է հուլիս ամսվա, այստեղ նկարագրված են օրերի նշանակությունները, իհարկե բացատրությունները կան, բայց ես խորհուրդ կտամ դուք նաև ունենաք ձեր անհատական օրացույցը, որը հաշվարկված է ձեր ծննդյան տվյալների հիման վրա։ Ինչ է սա տալիս։ Միշտ հարցնում են, շատ են հարցնում, եկեք մի փոքր ավելի պարզաբանեմ։ Անհատական օրացույցը, որը հաշվարկված է ձեր ծննդյան տվյալների հիման վրա, լիովին նկարագրում է ձեր էներգետիկ դաշտը ամսվա, յուրաքանչյուր ամսվա, ուրեմն օրերի էներգիաների հետ։
Եվ որտեղ որ նշված են օրինակ դրական օրեր, հաղթանակի օրեր, բժշկի դիմելու, ճանապարհորդության եւ այլն, դրանք բոլորը արդեն անհատականացված են։ Եվ եթե դուք ընտրում եք կոնկրետ գործողության համար դրական օրեր, հավանականությունը, որ դա կընթանա դրական նոտայով ու դրական ավարտ կունենա, մեծանում է։ Իդեպ մետաֆիզիկայում նման տեխնիկաները, նման մեթոդները, եթե մենք սկսում ենք կիրառել երկարաժամկետ հատվածում, մենք ունենում ենք կուտակային էֆեկտ։ Եվ ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք, որ ամեն ինչ փոխվում է դեպի դրականը, որովհետև այդ ամեն ինչը կուտակային էֆեկտ ունի ու ինչքան շատ ենք անում, այնքան ավելի շատ ենք մենք մեր կյանք ներգրավում դրական իրադարձություններ։ Բոլոր հայտնի բրենդերը, սա էլ ասեմ, ովքեր բացում են իրենց խանութները, ովքեր մեծ միջոցառումներ են իրականացնում, հա, ինչ որ կարևոր նախագծեր, նրանք բոլորը դա անում են ուրեմն լավագույն օրերին իրենց համար, լավագույն օրերին, դրական օրերին եւ այդ օրերը ընտրվում է շատ հատուկ ձևով։ Հա, ընդհանրապես արևելքում, ինչու՞ չէ նաև հիմա ամբողջ աշխարհում էլ կարևոր պետական նախաձեռնություններ իրականացվում են հատուկ օրերին, հատուկ հաշվարկված օրերին, որ เป զի բոլոր նախաձեռնությունները ընթանան դրական, հա։ Դա կարող է լինել նաև պատերազմների հետ կապված, դա կարող է լինել նաև ինչ-որ կարևոր հանդիպումների, պայմանագրերի ստորագրման եւ այլն եւ այլն։ Եվ այս ամեն ինչը այժմ հասանելի է նաև մեզ, ի շնորհիվ չինական մետաֆիզիկայի գիտելիքների, եւ եթե դուք էլ ցանկանում եք մի փոքր ավելի կոնկրետություն, մի փոքր ավելի օգնություն, այսպես ասած, տիեզերքից ունենալ ձեր կյանքում, ուրեմն պարտադիր պետք է ունենալ անհատական օրացույց, մանրամասների համար գրեք կամ անցեք armensetakyan.com կայք, բոլոր մանրամասները այնտեղ կան։ Հիմա սիրված շատերի կողմից ակտիվացիա, ֆինանսական ակտիվացիա հուլիսին մազերի կտրման միջոցով, ես միշտ հումորով եմ սրան վերաբերվել, բայց ինքը միշտ շատ լավ աշխատում է, կարող եք փորձել, հետո կիսվել ձեր կարծիքով մեկնաբանություններում, ունենք լավագույն օրեր՝ 16 հուլիս, 18 հուլիս եւ 28 հուլիս։ Հիմա եկեք կիսվեմ նաև ակտիվացիաներով, ես շատ եմ սիրում այս ակտիվացիաները, որովհետև իրենք ունեն շատ լավ արդյունքներ։ Ունենք երկու լավ օր բույն ընկնող թռչունը ակտիվացիայի համար։ Ինչ ենք անում։ Նշված օրը, նշված ժամային հատվածում նստում ենք բնակարանի տան աշխատավայրի նշված հատվածում, հա, ոչ թե նշված ուղղությամբ, այլ հատվածում, սեկտորում, հա, սեկտորում եք նստում։ Նորից ոնց ենք գտնում այդ սեկտորը, հեռախոսի մեջ կա կողմնացույց, բացում ենք, կանգնում ենք կենտրոնում ու նայում ենք այդ հատվածը։ Օրինակ, ամսի 7-ին, հուլիսի, երեկոյան 18:00-ից 20:00 հարավ-արևելյան հատվածում ունենք դրական էներգիա, ավելի ճիշտ էներգիաների ստրուկտուրա, որը կոչվում է բույն ընկնող թռչուն, հա։ Ինչ կարող ենք անել։ Կարևոր զանգեր, կարևոր նամակագրություն, խոսենք, բանակցենք, հա, կամ եթե ոչ մի բան չունեք անելու, ուղղակի նստեք այդ հատվածում, դուք կտեսնեք, թե դրանից հետո ինչ զգացողություններ կունենաք ու դրական էներգետիկայով կլիցքավորվեք։ Դա արդեն շատ մեծ բան է։ Եվ ունենք ամսի 17-ին հուլիսի, առավոտյան 10-ից 12-ը հարավ-արևմտյան հատվածում։ Ժամերը, եթե որտեղ որ գտնվում է, կապ չունի, Հայաստանում եք գտնվում, Եվրոպայում, չգիտեմ, Ամերիկայում կամ Դուբայում կամ մեկ այլ տեղ, դա կապ չունի, հա, դուք նայում եք ձեր տեղի ժամով, այսինքն ձեր տեղային ժամով 6-ից 8 երեկոյան եւ առավոտյան 10-ից 12-ը։ Իմիջիայլոց նրանք, ովքեր ցանկանում են միանալ մետաղաջողություն նախագծին, որտեղ ամենօրյա ռեժիմով դուք կստանաք ուրեմն ակտիվացիաներ, մետաֆիզիկական տարբեր նպատակների հետ կապված, կարող է լինել ուրեմն ֆինանսական ակտիվության, կարող է լինել անշարժ գույքի գտնելու, անշարժ գույք վաճառելու, հա, ինչու՞ չէ նաև աշխատակիցների ներգրավման, օգնության, մի խոսքով տարբեր հարցերի հետ կապված, այդտեղ ցանկը գրված է, բայց այս ցանկը սրանով չի ավարտվում, սա էլ ասեմ, ապա խորհուրդ կտամ միանալ մետաղաջողություն նախագծին,
Մանրամասների համար մեկնաբանություններում գրեք մետա բառը, ես կուղարկեմ մնացած բոլոր մանրամասները, կամ կարող եք նորից անցնել armen.sethavian.com կայք, այնտեղ բոլոր մանրամասները կան։ Հիմա եւս մեկ ակտիվացիա, հիանալի ակտիվացիա է ֆինանսական մանիֆեստացիա։ Ամսի 25-ին հուլիսի մենք ունենք արևմտյան դեպի արևմուտք, հա, շատ լավ ստրուկտուրա, այս դեպքում մեզ պետք է չի նստել արևմտյան հատվածում, այս դեպքում բավարար է նստել մեջքով, հիշում ենք, մեջքով դեպի արևմուտք, դեմքով դեպի արևելք։ Երեկոյան 6-ից 8-ը նստում ենք եւ կատարում ֆինանսական մանիֆեստացիա, հանդարտացնում ենք միտքը, հա, մի փոքր փորձում ենք կենտրոնանալ, իհարկե կարևոր է, որ ձեզ խանգարող ինչ-որ հանգամանքներ չլինեն, լինեք միայնակ սենյակում եւ փորձում եք կենտրոնանալ ձեր ֆինանսական ցանկության վրա, իհարկե սա ֆինանսական մանիֆեստացիա է, ու պատկերացնում եք այն գումարը կամ ինչ կարող եք բարձրաձայն արտասանել, հա, ինչ ֆինանսական հաջողություն եք ուզում ունենալ առաջիկա ամսվա ընթացքում կամ առաջիկա եռամսյակի ընթացքում կամ առաջիկա 6 ամսվա ընթացքում, հա, սա կարևոր է։ Այդ վիճակում ցանկալի է գտնվել մոտ մի 10-15 րոպե։ Սա շատ լավ աշխատում է իմիջիայլոց, անպայման փորձեք, հետո կկիսվեք ձեր ուրեմն արդյունքներով եւ տպավորություններով։ Այսքանը, եթե կլինեն հարցեր, գրեք մեծ սիրով ես կպատասխանեմ եւ նորից հիշեցնեմ, եթե մինչեւ հիմա չեք գրանցվել, չեք բաժանորդագրվել ավելի կոնկրետ ալիքին, ապա անպայման սեղմեք բաժանորդագրման կոճակը, լայքեք եւ կիսվեք այս վիդեոյով ձեր շրջապատի մարդկանց հետ։ Մաղթում եմ բոլորին դրական փայտե այծի ամիս։